Նախ ակնկալիքներից սկսենք, առանձնապես արտարադատության ակնկալիք չունեմ, ավելին համոզված եմ, որ բաց չեն թողնելու, իրենք նման շքեղություն իրենց թույլ չեն կարող տալ այս փուլում եւ Սամվել Կարապետյանը ազատության մեջ ավելի մեծ վտանգ է ներկայացնում։ Նկատի ունեք նախընտրական փուլ, այո, բոլոր քաղաքական տեսանկյունից իրենց համար նպատակահարմար չէ այս պահին Սամվել Կարապետյանի տեսնել ազատության մեջ։ Ինչ վերաբերում է ի սկզբանե ներկայացված մեղադրանքին, փորձ է արվել ամեն կերպ ներկայացնել, որ սա իշխանազավթման ինչ-որ կոչ է եղել, իրական հակառակ էֆեկտն է տվել, անգամ այն շրջանակներում, որտեղ իրենք համոզված են եղել, որ սա կարողանալու են հարամցնել, չի ստացվել, եւ հիմա փորձում են փոփոխության ենթարկել, այսպես ասած, փորձված թանը այսպիսի իրավիճակ է հիմա, որ կերել է, չգիտեմ, թալանել է այն ինչ որ նախկինում աշխատել է, փորձելու են նման ձևով պիտակավորել, համոզված են, որ դա էլ չի ստացվելու։ Ինչ վերաբերում է Արցախի համար իրականացվածին, կարծում եմ միայն Արցախի համար չէ, ամբողջ Հայաստանի համար Սամվել Կարապետյանը հանդիսանում է այն մարդկանցից, որոնք յուրաքանչյուր ազգ մեծ այդպես դրվատանքով պետք է վերաբերվի եւ ցանկալի կլինի, որ նման որդիներ ցանկացած ազգ ունենա։ Ցավոք սրտի մեր պարագայում նկատում ենք, որ ցանկացած ոք, որ համաձայն չէ այս քաղաքական կուրսին, էական նշանակություն չունի, թե նախկինում իր հետ ինչ հարաբերություններ են ունեցել, նույնը եկեղեցու հետ հարաբերություններն է, ինչու՞ չէ նաև Սամվել Կարապետյանի հետ իրենք որոշակի հարաբերություններ ունեցել են միջև նրա քաղաքական հայտարարությունները իրականացնելը դառնում է իրենց համար մեկ թշնամի եւ փորձում են պայքարել։ Այս պարագայում կարծում եմ, որ անհաջողությունը իրենց կողմից ավելի այդպես երևացող է լինելու, որովհետեւ ի սկզբանե ազատազրկումը բերեց մեր ձևով շարժման, որն անգամ ընդդիմադիր դաշտում գործող առաջին խաղացողներն այսօր ընդունում են, որ փաստացի այդտեղը զիջել են եւ այս պահին քաղաքական ընդդիմություն կոչվածը ավելի շատ համախմբվում է հենց մեր ձևով շարժման մեջ, հասկանում ենք, որ այդ մեր ձևով շարժումը առաջնահերթորեն դա Սամվել Կարապետյանի անձն է, այդ մասին նաև նրանց քաղաքական ներկայացուցիչներն են հայտարարում։ Այսինքն կարծում եք, որ մեր ձևով շարժումը օրինակ կխոչընդոտի իշխանության վերարտադրությունը 2026-ին։ Բոլոր նախադրյալները կան, որպեսզի այս շարժումը համազգային այդպես շարժ ունենա, եթե հետ գնանք 20 թվականից հետո տեղի ունեցած իրադարձություններին, փաստացի ամենամեծ թիվ հավաքածը գետնի վրա եւ փողոցում եղել է Բագրատ Սրբազանի շարժումը, այս պահին կա նոր ալիք, որը մի քիչ քաղաքական տրանսֆորմացված է եւ ավելի շատ ոչ այդքան փողոցային պայքարի, այլ ինստիտուցիոնալ պայքարի շրջանակներում է, բայց այո, բոլոր նախադրյալները կան, որպեսզի կոնկրետ այս շարժումը հանդիսանա որպես այլընտրանքային ընդդիմություն, որը կկարողանա լայն շրջանակներ ապահովել, որովհետև Փաշինյանական իշխանությունը ավելի շատ ամրացված է այդպես անտի-ռեյտինգների վրա, իսկ Սամվել Կարապետյանի պարագայում ինչքան փորձում են պիտակավորել, կպցնել, ինչ որ բաներ անել, չի կպնում, մինչև այսօր փաստացի իրենք անհաջողության են հանդիպել, դրա համար հիմա փորձում են մեղադրանքի տրանսֆորմացիա իրականացնել։